դատախազության համակարգի տարբեր կառույցներում աշխատող դատախազներին, քննչական կոմիտեի, հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներին, իրավապահ համակարգի բոլոր այն աշխատողներին, ովքեր այս տասնամյակների ընթացքում իսկապես ջանք ու եռանդ են ներդրել, օրնիբուն աշխատել են, առավոտից երեկո իրենց ուսերի վրա վերցրել են Հայաստանում իրավականության, սահմանադրականության ապահովման ծանր բեռը։ Մենք ամենայն հարգանքով ենք վերաբերվում մեր այդ գործընկերներին։ Մենք հասկանում ենք, որ քաղաքական կոնյուկտուրան այնպիսին է, որ Հայաստանում իսկապես ավտորիտարիզմը սահմանադրական իրավական հիմքեր ունի եւ շատ հարցերում նրանք որոշակի կաշկանդվածություններ ունեն։ Բայց այս առիթը օգտագործելով ես ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել մեր այդ գործընկերներին, որ անկախ նրանից թե ովքեր կամ ով է իրենց այդ կառույցները ղեկավարում եւ քաղաքական ինչ նկատառումներից ելնելով եւ ինչ իրավիճակի պայմաններում են այդ նշանակումները կատարվել, իրենք այդ մարդիկ, մեր այդ գործընկերները օրգանիկ, ֆիդուցիար պատասխանատվություն եւ պարտավորություն են կրում սահմանադրական կարգը ապահովելու հարցում, որովհետեւ այն ինչ որ կատարվում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, որի հետևորդներն են հայ ազգաբնակչության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը եւ աշխարհասփյուռ հայերի մեծամասնությունը։ Եկեղեցու դեմ այս բռնաճնշումները տեղի են ունենում համակարգային եւ համակարգված ձևով, եւ դրանց արձագանք չտալը անպայմանորեն հանգեցնելու է քաղաքացիական բախումների, որովհետեւ տարածվում է ատելության խոսք, ատելության խոսքի դեմը չի առնվում, չի կանխվում, համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվում եւ եթե այդպիսի բան է տեղի ունենում, եթե չի կանխվում, եթե տարածվում է ատելության խոսքը եւ ընդհակառակը խրախուսվում է, ապա դա անպայմանորեն ուզած թե չուզած ի վերջո բերելու է եւ հանգեցնելու է քաղաքացիական բախումների եւ խաթարելու է սահմանադրական կարգը եւ իրավական կարգը Հայաստանի Հանրապետությունում։ Դրա համար եւս մեկ անգամ առիթից օգտվելով հորդորում ենք մեր գործընկերներին գտնել այդ հարցի լուծումը եւ կարողանալ ներքևից գեներացնել այդ պահանջը, որպեսզի դատախազությունը, քննչական մարմինները համարժեք ձևով այս իրավիճակներին արձագանքեն։ Շնորհակալություն։